Եթե իմ մասով եք հասնում, բնականաբար գոհ եմ, որովհետև վարչությունը կուսակցության որոշեց, որ որպես տեխնացու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ինձ կառաջադրի եւ շնորհակալ եմ այդ գնահատանքի համար։ Կարծում եմ իմ վերջ տարիների աշխատանքը այս կերպ նաեւ գնահատվում է։ Խանդարյան լավ եք աշխատում։ Ես կարծում եմ, որ այո, լավ եմ աշխատել։ Ինչու ձեզ Սասուն Միքայելյանը չարժանացավ կուսակցականների վստահությանը։ Գիտեք, կուսակցության վարչությունում անձերի վերաբերյալ քվեարկությունները տեղի ունենում փակ գաղտնի եւ յուրաքանչյուր վարչության անդամ քվեարկում է իր խղճին եւ համոզմունքներին անպատասխան եւ ես չեմ կարող վարչության բոլոր 20 անդամների տեսանկյունները հայտնել այս բaragայում։ Իսկ պարոն Խանդանյան, վարչապետը հայտարարեց, որ հանձնաժողովների հետ կապված, թե որ հանձնաժողովները սկզբում կնախընտրի քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանականների դաշտում է, այսինքն ինքը չասաց, թե ինչ որոշում կա, բայց ասաց քննարկում եղել է։ Դուք կարող եք ասել, առաջին երկու հանձնաժողովի ընտրության իրավունքը քաղաքացիական պայմանագրին է, նախապատվությունը որ հանձնաժողովներին կտրվի։ Գիտեք, քննարկումների փուլում է իսկապես այդ հարցը, մենք դեռ առաջիկայում օրեր ունենք եւ այդ օրերը նաեւ շարունակվելու են նիստերի ընթացքում, որովհետև նախ եւ առաջ մենք ընտրելու ենք խորհրդարանի նախագահին եւ փոխնախագահներին եւ ընթացած արդեն խմբակցությունը, նոր ձևավորվող խմբակցությունը այդ հարցերը կքննարկի եւ որոշումներ կկայացնի անպատասխան քարտուղարի հետ կապված որոշում կա։ Այս պահին ես տեղյակ չեմ որոշման մասին, կարծում եմ դեռ քննարկվում է հարցը։ Եվ պարոն Խանդանյան, ձեր գրասենյակից դուրս եկավ կարգալույծ եղած քահանան Տեր Թադեն, արդյոք ձեր գրասենյակում չի եղել։ Չգիտեմ ճիշտ ասած։ Հա, ուզում եի իմանալ հնարավոր է ինք շատ լավ, ուղղակի այդտեղից է, բայց ուզում եմ իմանալ հնարավոր է իրեն հրավեր է ուղարկվել, թե նիստի ներկա լինի։ Բացարձակ տեղյակ չեմ։ Իսկ Կիրակի Գարեգին երկրորդ կաթողիկոս արժե գալու է։ Ճիշտ ասած չգիտեմ։ Դա ընդհանրապես կանոնակարգով սահմանված չէ իմ կարծիքով կաթողիկոսի կամ պաշտոնը զբաղեցնող մարդու։ Կանոնակարգով է սահմանված։ Պետք է իրավունք ունի մասնակցելու իհարկե, բայց այո, իրավունք ունի, բայց դա նախագահության տիրույթում է հրավիրել, թե ոչ, ես բան չգիտեմ ինչի հրավիրել այս բայդրությամբ։ Ուրեմն դե բնականաբար տրամաբանական է, որ Կատրին Ներսիսյանին չէին հրավիրի այդ նիստին։ Բայց ինչու է տրամաբանական։ Այստեղ այդ քննարկումը շատ արդեն 2 տարի այդ մասին խոսում ենք, թե ինչու է տրամաբանական։ Ամենայն հայոց կաթողիկոս է։ Դա քննարկելու եւ բանի հարց է, հա, ես չեմ համարում, որ Կատրին Ներսիսյանը իր վարքով եւ գործելակերպով համապատասխանում է կաթողիկոս լինելու պահանջներին։ Շնորհակալ։